Դեռ անցած տարի կառավարությունը համայնքային հողերն օտարելու նոր պայման էր սահմանել, վաճառել ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով եւ բացառապես էլեկտրոնային աճուրդով։ Բայց համայնքներում հողը թանկացնելու եւ մրցույթով տրամադրելու գործադիրի սահմանած կարգը շրջանցելու ճանապարհներ գտնում են։ Պարոն վարչապետ, ես համայնքից եմ։ Մեկ շաբաթ առաջ Գավառի Բերդկուն գյուղում մի բնակիչ վարչապետ Փաշինյանին բողոքում էր, որ տուն կառուցելու համայնքային հողակտորը շուկայականին համարժեք 7.5 միլիոն դրամ են գնահատել, իսկ դա իր համար անհասանելի շքեղություն է։ Վարձով եմ ապրում գյուղի մեջ, մեկ կտոր հող, ինձի շուկայական գնով եկան հաշվարգարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե կառավարության որոշումն է, համայնքային սեփականությունը կոպեկներով այլևս չի օտարվելու։ Մենք տարբեր տեղեր ենք, համայնքներ, որ գնում ենք, մարդիկ բողոքում են, ասում են, մեր գյուղերի հողերը քառակուսի մետրի 50 դրամ, 70 դրամ, 80 դրամ վաճառում են։ Ու եղել է, հետո նայել ենք, տեսել ենք, իրոք տենց խնդրեմ կա։ Հիմա կարգ ենք ընդունել, որ հողերը վաճառվեն շուկայական գնով։ Հիմա որ ասում եք 7 միլիոն դրամ, այդ հողի գինը 7 միլիոն դրամ է։ Գործադիրի ղեկավարի պահանջը հստակ է։ Համայնքի ղեկավարները պետք է հողին վերաբերվեն որպես սեփականի եւ օտարեն միայն թափանցիկ մրցույթների միջոցով։ Մեր պետության խնդրեմը էդ է, որ մենք մեր անձնականին ուրիշ կերպ ենք վերաբերվում, ասում ենք, ոնց կլինի 1000 դրամը, հələ պետք է 1500-ով ծախենք։ Բայց որ համայնքայինա պետական ասում են, հա դե ջանդա անտեր է էլի, հա ոչինչ 50 դրամով տվեք, չէ մենք ասում ենք, որ չէ, տեր կա այլևս, ու դուք էլ եք այդ տերը։ Մինչդեռ Լոռու մարզում պատկերն ուրիշ է։ Օրինակ Սպիտակի ավագանում միայն վերջին նիստում 4 հողակտոր վաճառվել է առանց որևէ աճուրդի, ուղղակի վաճառքի եղանակով։ Որոշումներից 3-ը վերաբերում է Կարինե Աջամյանին, որ իր նախկինում վարձակալած 1.5 հեկտար վարելահողը սեփականացնելու համար վճարել է քառակուսի մետրի դիմաց ընդամենը 67 դրամ։ Ընդ որում ավագանու նիստում կծկտուր տվյալներ հնչեցին ու պարզ չեղավ, երբ է Աջամյանը վարձակալել 1.5 հեկտար վարելահողը։ 2020 թվից է վարձակալություն։ Չէ, 20 թվին կարծեմ ժառանգություն բան է ընդունել, ավելի շուտվա է։ Նույն սխեմայով եւ նույն 67 դրամով 2.7 հեկտարի սեփականատեր է դարձել Ժորա Նազարյանը, թեև նրա վարձակալության ժամկետների մասին տվյալները եւս անորոշ են, օտարման որոշման մեջ որևէ նշում չկա։ Ավելի ուշագրավ է Գարիկ Դանիելյանի օրինակը, ով 2024-ին Սպիտակում քաղաքապետի միանձնյա որոշմամբ 3 հեկտար վարելահող է վարձակալել քառակուսին 2 դրամով։ 2025-ի դեկտեմբերին, երբ աճուրդի եւ շուկայական արժեքով օտարելու կառավարության պահանջն ուժի մեջ էր, ավագանին ընդամենը 1.5 տարվա վարձակալին թույլատրել է ուղիղ վաճառքով սեփականացնել 3 հեկտարը դարձյալ նույն 67 դրամով։ Թեև ավագանու որոշման մեջ նշված է, որ շուկայական արժեքին մոտարկված գին են սահմանել, բայց այս նույն 67 դրամը գործել է նաև նախորդ տարիներին, երբ տարածքները կարող էին վաճառել ավելի էժան կադաստրային արժեքով։ Ուղղակի վաճառքի այս պրակտիկան համատարած է նաև Վանաձորում, թեև ավագանին մարտին մերժեց հարյուրավոր ավտոտնակների զանգվածային օրինականացումն ու օտարումը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարն ամեն օր տասնյակ որոշումներ է ստորագրում դրանք էժան գներով սեփականացնելու մասին։ Ընդ որում քաղաքի կենտրոնական փողոցներում հողի արժեքը քարացել է, թե 2024-ին ու թե այս տարի 1 քառակուսի մետրը վաճառվում է նույն 3200 դրամով։ Այն որ այդ ծավալի, օրինակ 65 դրամով այդ ծավալի հողերի օտարումը հիմա տեղի ունենում, այն դեպքում, երբ որ այլևս ու ոչ աճուրդով, ուղիղ վաճառքներով, այստեղ մենք ըստ երևույթին նաև պետք է դիտարկենք նաև սա որպես վարչական ռեսուրսի օգտագործման հնարավոր ձև։ Եթե մենք վերածենք դա շուկայական գնի, մի քանի տասնյակ անգամ ավելի ցածր գնով է։ Ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանն այս ակտիվության մեջ նախընտրական միտում է տեսնում։ Լոռու հող հատկացումներն ու շինթույլտվությունները շեշտակի ավելացել են հենց ընտրությունների շեմին։ Տարօրինակ կերպով, օրինակ նույն Սպիտակը այս պահին նաև ավականով բավականին մեծ քանակությամբ հողերի օտարում է, այն ինչը որ 2025 թվականին առհասարակ տարվա ժամանակացույցով ավելի մեղմ էր, քան հիմա։
Մեկ տարի առաջ Փաշինյանը կառավարության նիստում ավելի կոշտ էր արտահայտվել, նախկինում չնչին գներով վաճառված համայնքային գույքի հետքերով հարուցված քրեական գործերից խոսել։ Ոնց կարա Հայաստանի Հանրապետությունում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք այդ, արգելեք։ Համայնք ասում է եկամուտ եմ, իմ եկամուտն եք փակում, մենք կտանք այդ 100 դրամանոց հողի փողը, պետական բյուջեից կտանք, արգելեք, փակեք, ոչ մի հող 100 դրամով մի վաճառեք։ Եթե չկանգնացնեին համայնքները, չգիտեմ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տենանք այդ ինչա կատարվում այդտեղ։ Մինչդեռ 100 դրամով հող վաճառելու արգելքները դեռ չեն գործում։ Ինչու համայնքների ղեկավարները կառավարության այս պահանջը բառացի չեն ընդունել։ Արդյոք իրենց պատկանող հողատարածքները քաղաքի սրտում քառակուսի մետրը 1200 դրամով կվաճառեին։ Ինչպես տեղի է ունեցել Վանաձորում։ Յուրայինների թե արտոնյալների համար են այս արտոնությունները, թե ընտրություններից առաջ վերևներից կանաչ լույս ունեն, պարզ չէ։ Համայնքապետարանից վստահեցնում են, օրենք չեն խախտում։ Չնայած մի դեպքում օրինակ Բերդկունքի բնակչին տան չափով հողը 7 միլիոն են գնահատում, մյուս դեպքում Վանաձորի կենտրոնում 340,000 դրամով ավտոտնակի տարածք վաճառում։ Մինչդեռ լոռու պաշտոնյաներն առիթը բաց չեն թողնում շեշտելու, թե կոպեկներով համայնքից գողացածը հետ են բերելու։